Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Թաթև Առաքելյանն եմ, այսօր հյուրընկալել եմ ոտնաթաթի վիրաբույժ Սեդրակ Նարիմանյանին, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք մեր ոտնաթաթի առողջությունից, հիմա շատերը, գուցե ամեն երրորդը ասեց, վայ այս հաղորդումը իմ մասին է, որովհետև, չգիտեմ, ցավոք սրտի շատացել են դեպքերը, թե պարզապես այս մասին շատ ենք խոսում, չգիտեմ, դուք դա կբարձրաձայնեք, բայց հաճախ ենք լսում, որ մասնավորապես կրունկի հատվածում բավականին շատ են մարդիկ գանգատվում, բայց միևնույն ժամանակ էլ մտածելով դե ոչ մի տեղ չեմ խփել, քայլել կարողանում եմ, ուրեմն վնասվածք չկա, տարիքի հետ է ոչինչ կանցնի։ Ոչինչ կանցնի։ Տեսեք, կրնկային հատվածի ցավերը, եթե մենք նայենք վիճակագրությամբ, ոտնաթաթի խնդիրներով ունեցող ամեն երկրորդ հիվանդը դիմում է կրնկային հատվածի ցավով։ Այսինքն ասել, որ նոր է առաջացել այդ խնդիրը, ոչ, որտեղ բավականին տարածված է եւ ընդհանուր համամասնության մեջ կարելի ասել, որ եթե կոճերի խնդիրը բացառենք, հա, ամենահաճախ դիմելության պատճառն է ոտնաթաթով խնդիրներով, ապա կրնկային հատվածի ցավը զբաղեցնում է երկրորդ տեղը ըստ հաճախականությամբ։ Նու այդտեղ պետք է նշել, որ պատճառները, որոնք որ առաջացնում են այդ կրնկային հատվածի ցավը, իրանք բազմազան են, բայց ամենահիմնական հիվանդությունը, որը որ բերում է կրնկային եւ կրնկային հատվածի ցավերին, այսպես քրոնիկ եւ արտահայտված ցավերի, դա այսպես կոչված պլանտար ֆասցիտն է, իսկ ժողովրդի մոտ ավելի այսպես լայն, այո, տարածում ունեցող հիվանդության այդ անվանումը կոչվում է շպորա։ Այստեղ պետք է նշել, որ ինքը հիվանդությունը եւ այդ շպորա կոչվածը, շպորան ինքը իրանից ներկայացնում է ոսկրային գերաճ կրնկային հատվածում, կարելի ասել, որ իրար հետ այդ փոխկապակցությունը մի փոքր չափազանցված է եւ ներկայումս ապացուցված է, որ հենց կոնկրետ այդ հիվանդության ժամանակ այդ ոսկրային գերաճի առկայությունը ինքը ոչ թե հիվանդության պատճառ է, առավել եւս նաեւ ցավի պատճառն էլ չէ։ Դրանով է բացատրվում, որ այդ հիվանդության բուժման մեջ զգալի փոփոխություններ են եղել վերջին տասնամյակներում, նախկինում այդ հիվանդությունը բուժվում էր բացառապես վիրահատական եղանակով, ու վիրահատություններից ներկայացնում էր այդ ոսկրային խիթի, այսպես ասած, այդ գերաճի հեռացումը եւ վերջ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ զուտ այդ ոսկրային խիթի հեռացումը ոչ մի կերպ ցավերի, այո, ցավերը չի մեղմացնում եւ հետ վիրահատական շրջանում որոշ ժամանակ անց այդ ցավերը նույն ինտենսիվությամբ, նույն տեղակայմամբ նորից վերադառնում են։ Եվ մի փոքր ավելի դետալային հետազոտությունների արդյունքում, երբ որ պարզվեց այդ հիվանդությունը ինչ է իրանից ներկայացնում, արդեն բուժման տակտիկան կարելի ասել հիմա ամբողջությամբ փոխվել է։ Հիմնական պատճառը, որը որ բերում է այդ հիվանդության, դա այսպես կոչված պլանտար ֆասցիայի կամ ոտնաթաթի տակ մենք ունենք հատուկ այսպես անվանենք ջիլ, հա, որը որ սկիզբ առնում հենց կրունկոսկրի ներքևի ներբանային մակերեսից եւ կպնում է վերջում բոլոր մատերի 5 մատերի էլի ներբանային մակերեսով եւ այդ ջիլն է ապահովում ոտնաթաթի ամորտիզացիան, այսինքն ոտնաթաթի մեր քայլելու ժամանակ, այո, այդ ոտնաթաթի ամորտիզացիոն ֆունկցիան բացառապես պայմանավորված է մեր այդ պլանտար ֆասցիայի էլաստիկությամբ եւ նրա հատկություններով, հա, որոշ դեպքերում, հիմա մենք երևի պատճառների մասին որ խոսենք, այդ դեպքերը կասենք որն է լինում, որոշ դեպքերում առաջանում է բորբոքում այդ ֆասցիայի, այսպես ասած, այդ ջլի, հենց անմիջապես իր կպման տեղում, որը գտնվում է կրունկոսկրի տակ։ Եվ ժամանակի ընթացքում, երբ որ process-ը մեր մոտ քրոնիկ է, այստեղ հստակ իհարկե կրիտերիաներ չունենք, ինչ ժամանակն ենք համարում քրոնիկ, բայց մոտավորապես համարում է 6 ամիս եւ ավել, եթե այդ process-ը բորբոքային process-ը շարունակվում է, օրգանիզմի որպես պատասխան ռեակցիա առաջանում է այդ ոսկրային գերաճը, այսինքն իր բնույթով այդ ոսկրային խիթը շպորա կոչվածը դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է մեր բորբոքմանը եւ ոչ թե հետևանք է։ Եվ ցավերն էլ պայմանավորված են այդ բորբոքումով, ոչ թե շպորայի առկայությամբ արդեն իսկ։ Դե հիմա խնդրեմ նաեւ պատճառների մասին խոսենք։ Խոցելի խմբերից խոսենք։ Տեսեք, պատճառների մասին, որպեսզի հասկանանք պատճառները, այստեղ պետք է հասկանանք հիվանդության ընթացքը ոնց է ինքը առաջանում։ Տեսեք, քանի որ ասացինք, որ այդ ջիլը ապահովում է ամբողջ ոտնաթաթի ամորտիզացիան, այսինքն օրվա ամբողջ ընթացքում, երբ որ մարդ կանգնած է կամ քայլում է, ջիլը գտնում է անընդհատ
մեծ ծանրաբեռնվածության տակ եւ այդ ջլի որոշակի տեղամասերում անընդհատ առաջանում են միկրովնասվածքներ, հա, դա նորմալ ֆիզիոլոգիական process է, որոնք որ հանգստի ժամանակ վերականգնվում են սովորաբար, բայց որոշ դեպքերում այդ հանգստի ժամանակ վերականգնման process տեղի չի ունենում կամ չի հասնում ամբողջությամբ այդ միկրովնասվածքները վերականգնվել եւ առաջանում արդեն բորբոքում կպման տեղում։ Հիմա որոնք են այդ պատճառները, որոնք որ բերում են դեկոմպենսացիա է, հա, երբ որ չի հասցնում վերականգնվել։ Ամենաառաջինը դա այն խոցելի խումբը, դրանք այն մարդիկ են, ովքեր որ որոնց աշխատանքը հիմնականում կանգնած է երկար ոտքի վրա լինելու հետ, այդ առաջի խումբն է։ Երկրորդ խումբը այն մարդիկ, ովքեր որ ստատիկ կանգնած թե քայլելով, այդտեղ տարբերություն չկա, որովհետև այդ պլանտար ֆասցիան արդեն իսկ մարմնի ուղղահայաց դիրքի դեպքում ինքը արդեն իսկ գտնվում է լարված վիճակում, հա։ Այսինքն երկարատև կանգնած կամ քայլող այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքի բնույթը այդպեսին է, իրանք առաջի ռիսկի խմբի մեջ են մտնում։ Հաջորդ ռիսկի խմբի մեջ մտնում են մարդիկ, ովքեր որ ունեն արդեն իսկ այլ ոտնաթաթի դեֆորմացիաներ, այսինքն եթե այդ նույն կոչվածը, հա, մենք ունենք, արդեն իսկ նախադրյալներ են ստեղծվում պլանտար ֆասցիատի առաջացման համար, որովհետև եթե ոտնաթաթի դիմացի հատվածում մենք ունենք որևէ խնդիր, ծանրաբեռնվածությունը արդեն տեղաբաշխվում է, այո, դեպի հետին հատվածը։ Եվ երրորդ ամենակարևոր պատճառը, այստեղ շատ մարդիկ կան, ովքեր չունեն որևէ խնդիր, աշխատանքի բնույթը կապված չի կանգնելու հետ, բայց ունեն քաշի խնդիր, հա, որտեղ դա էլ մյուս հաջորդ մեծ ռիսկի խումբն է, որտեղ ինչքան մեր քաշը բնականաբար շատ է, այնքան ազդեցությունը այդ ջլի վրա ավելի շատ է լինում։ Այս ջիլը հնարավորություն չունի կյանքի ընթացքում հաստանալու, մեծանալու կամ դիմադրելու այդ ավելորդ ծանրաբեռնվածությունը։ Այսինքն 3 հիմնական ռիսկի գործոնները դրանք են հիվանդության առաջացման։ Ես նաև ուզում եմ արտահայտման տարբերակների մասին, հա, խոսել, ինչ առումով, որ մենք միշտ ասում ենք, որ ցավը կարծես երկրորդ փուլում է, չէ, առաջանում, երբ խնդիրը սկսում է հասունանալ։ Ու շատ հիվանդություններ կան, որ ուղղակի լուռ են հասունանում, եւ հենց խոսում ենք ցավի մասին, սա արդեն այն վիճակն է, որ կարծես է դանակը ոսկորին հասած իրավիճակն է։ Արդյոք սրա մասին եւս կարող ենք այսպես ասել։ Կան այլ ախտանիշներ, որոնց դեպքում մարդ պետք է մտածի, որ կարող է հասունանում է իր մոտ, օրինակ կենսակերպը փոխի կամ քաշի հետ սկսի աշխատել։ Տեսեք, եթե մենք հիվանդության արտահայտության մասին ենք խոսում, այս հիվանդությունը կարելի է ճակերտավոր անվանել ամենասենց ունիկալ հիվանդություններից մեկը օրթոպեդիայում, որովհետև իր ախտորոշումը կարելի է ախտորոշել զուտ միայն հիվանդի գանգատներով, որովհետև այնքան տիպիկ գանգատներ են առաջանում, այո, որ նույնիսկ երբեմն կարիք չի լինում այդ ռադիոլոգիական կամ ինչ-որ հետազոտությունները եւ ռենտգենաբանական հետազոտությունը այս խնդրի դեպքում սովորաբար մենք անում ենք, որպեսզի շղթենք այլ ուղեկցող ինչ-որ խնդիրները, բայց բնորոշ արդեն այդ համեստ հիվանդություն է, հա։ Այո, իր այդ գանգատները արդեն այնքան բնորոշ են, որ կարելի է զուտ միայն անամնեստիկ տվյալներով ախտորոշումը դնել, որն է դրա արտահայտությունը։ Կա շատ տիպիկ մի հատ ախտանիշ, հա, կոչվում է մեկնարկային ցավեր, հա, առավոտյան մեկնարկային ցավեր կամ առաջի քայլի ցավեր, եթե թարգմանենք անգլերենից, երբ որ հիվանդը քայլ է զգում, ցավ է զգում, ամենաուժեղ ցավը առաջանում է, ամենաինտենսիվ ցավը առաջանում է առավոտյան առաջի քայլերի դեպքում։ Ու ինչով է դա բացատրվում, որ գիշերվա ընթացքում, երբ որ այդ բորբոքային process-ը կա, ցանկացած բորբոքային process-ի ժամանակ օրգանիզմում առաջանում է որոշակի բորբոքային էքսուդատի հեղուկի առաջացում, հա, այդ հեղուկը երբ որ առաջանում է գիշերվա ընթացքում, իսկ գիշերը մկանային համակարգը թուլացած է, այդ ամբողջ հեղուկը առաջի քայլի ժամանակ իր ծավալով ճնշում է արդեն այդ բորբոքված հատվածին առաջանում է այդ բնորոշ ուժեղ ցավը։ Հա, երբ որ հիվանդը մի քանի քայլեր արդեն կատարում է, մկանները արդեն կոպիտ ասած սկսում են աշխատել, այդ հեղուկը սկսում է ներծծվել ու ցավերը սկսում են մեղմանալ։ Այսինքն բնորոշ ախտանիշն է առավոտյան առաջի քայլերի ժամանակ առաջացող սուր ցավերը, այո, որոնք որ անցնում են մի քանի քայլ անելուց հետո։ Ու բնորոշ նույն ցավը առաջանում է, ճիշտ նկատեցիք, երկար նստելուց հետո, ընդունենք մի ժամ, կես ժամ նստեցինք, հետո փորձում ենք քայլել, այդ բնորոշ նորից սուր ցավը առաջանում է եւ մի քանի քայլ հետո նվազում։ Այսինքն միայն այս ախտանիշը բավարար է արդեն այդ պլանտար ֆասցիայի ախտորոշելու համար, կարամ ասեմ, իսկ ռենտգեն հետազոտությունը, էլի ամեն դեպքում որպես ինքը ստանդարտ, այսպես ասենք, պրոտոկոլային հետազոտություն միանշանակ բոլոր հիվանդներին կատարվում է։ Հիմա նույնիսկ
ավելի շատ, այսպես ասենք, տենդենսը գնում է ոչ թե միանգամից ռադիոլոգիական ռենտգենաբանական հետազոտության գնալ, այլ նաև ուլտրաձայնային հետազոտություն են անում։ Ուլտրաձայնային հետազոտությունն էլ թույլ է տալիս ոչ թե հայտնաբերել այդ կրնկային խիթը, այլ ավելի շուտ հայտնաբերել այդ ջլի բորբոքումը, հա, եւ ջլի հաստությունը համեմատած մյուս կողմի հետ։ Այստեղ շատ կարևոր մի ախտանիշի մասին պետք է, ցավի մասին, եթե մենք խոսում ենք, շատ կարևոր բան պետք է նշել, որ դասական դեպքերում, հա, դեպքերի մոտավորապես 95% դեպքերում հիվանդությունը առաջանում է մի ոտքում։ Բայց որոշ դեպքերում լինում է, որ հիվանդության մեկնարկը սկսում է երկու ոտքի հետ զուգահեռ։ Այս դեպքում էլի այդ բնորոշ կլինիկական ախտանիշները լինում են ցավի տեսքով եւ շարժումների սահմանափակման տեսքով, բայց այս դեպքում մի փոքր մենք ավելի, այսպես ասած, վերահետազոտման կարիք ենք ունենում, որտեղ նման խնդիրները հաճախակի հանդիպում են նաեւ ողնաշարի գոտկային հատվածի դեգեներատիվ հիվանդությունների ժամանակ եւ մենակ չեն, հա։ Այո, եւ հնարավոր է, որ ցավերի պատճառը լինի ոչ միայն այդ պլանտար ֆասցիտը, այլ նաեւ ուղեկցող ողնաշարի գոտկային հատվածում որևէ դեգեներատիվ հիվանդությունները։ Շարունակելով զրույցը, կարծում եմ հանդիպման ամենակարևոր հարցն եմ հիմա բարձրաձայնելու՝ բուժումը։ Նշեցիք սկզբում, որ եթե տարիներ առաջ նման խնդիրների դեպքում միանգամից գնում ենք դեպի վիրահատությանը, հիմա այլ տարբերակներ եւս ունենք առաջարկելու, ու կարծում եմ նաեւ շատ-շատերը խուսափում էին կամ փորձում էին հետաձգել հանդիպումը բժշկի հետ հենց միայն վիրահատությունից խուսափելու համար։ Ու քանի որ հիմա ունենք նաեւ այլ մեթոդներ, խնդրեմ դրանց մասին եւս բարձրաձայնեք։ Ինչպես ճիշտ նշեցիք, արդեն խոսեցինք, որ նախկինում այդ վիրահատական բուժումը համարվում էր միակ էֆեկտիվ բուժումը, նու հիմա էլ է կիրառվում վիրահատական բուժումը, բայց քանի որ արդեն այդ հիվանդության պաթոգենեզը եւ ընթացքը, այսպես ասենք, ավելի բացահայտված են, ավելի պարզ են բժիշկների համար, հիմա ավելի շատ օգտագործում են բուժման կոնսերվատիվ եղանակներ, ոչ վիրահատական եղանակներ, հա։ Նու հիմա մշակված է բուժման սխեմա մոտավորապես 6 ամիս ժամկետով, հա, փուլային բուժումը, որ իրանից ներկայացվում է մի քանի բաղադրիչներ, որոնց կիրառման դեպքում, նու սովորաբար կարելի ասել մոտ 90% հիվանդների մոտ այդ բուժման այդ փուլային բուժումից հետո բավականին երկար, այո, կայուն ցավային համախտանիշը հնարավոր է լինում նվազեցնել, ինչ է դա իրանից ներկայացնում, այսինքն եթե մենք հիվանդությունը պատկերացրեցինք, որ ջլի բորբոքումն է ոսկրի կպման տեղամասում, ամենաառաջի բանը, որ պետք է անել, ծանրաբեռնվածությունը այդ հատվածից հանել, հա։ Դա շատ հեշտությամբ կատարվում է հատուկ օրթոպեդիկ ներդիրների միջոցով, հա, հիմա կան եւ անատական պատրաստման ներդիրներ, եւ արդեն իսկ պատրաստի ներդիրներ, որոնք որ կոշիկի մեջ տեղադրվում են եւ կարելի է որևէ դիսկոմֆորտ չեն պահանջում, նամանավանդ պատրաստիների մասին է խոսքը, եւ կիրառվում են այդ ամբողջ բուժման ընթացքում, այսինքն ամենաառաջի մեր բուժական գործողությունը դա լինելու է այդ օրթոպեդիկ ներդիրների կրումը։ Երկրորդը շատ կարևոր է այստեղ այդ երկրորդ փուլը, որը իրենից ներառում է հատուկ վարժությունների, հա, մենք ունենք հատուկ վարժությունների սխեմա, որոնք որ հիվանդները կատարում են արդեն բուժման երկրորդ փուլում, նո բավականին իրանք հեշտ վարժություններ են, որոնք ինքնուրույն էլ կատարում են հիվանդները տանը եւ նախատեսված են այդ բորբոքված ջլի երկարացնելուն, հա, որովհետեւ եթե մենք հիմա հեսա խոսենք վիրահատական բուժման մասին, մեր վիրահատական բուժման նպատակն էլ ոչ թե այդ կրնկային խիթը հեռացնելն է, այլ այդ ջլի երկարացնելն է, որպեսզի իր այդ լարվածությունը թուլանա։ Հիմա այդ նույն անալոգիայով, այսպես ասած, մենք կարող ենք այդ երկարացումը ստանանք ոչ միայն վիրահատական եղանակով, այլ նաև վարժությունների տեսքով։ Իսկ երկրորդ փուլը մեր մոտ մնում է վարժությունները։ Երրորդ փուլում մենք կիրառում ենք հատուկ ֆիզիոթերապիայի տեսակ, որը կոչվում է հարվածալիքային թերապիա, ինքը շատ նման է այդ երիկամների քարափշրմանու, իմաստը նույնն է, բայց այստեղ կիրառվում է արդեն ուրիշ հաճախականությամբ ալիքներ, որը էլի բավականին լավ արդյունք է տալիս, նամանավանդ երկարատև այդ ցավային համախտանիշով տառապող մարդկանց մոտ, դեղորայքի կիրառությունը այս դեպքում լինում է շատ սահմանափակ։ Սովորաբար առաջի փուլում մենք կիրառում ենք ընդհանրապես ցավազրկման եւ հակաբորբոքման նպատակով, որպեսզի հնարավոր լինի այդ վարժությունները անել։ Բայց քանի որ ինքը խնդիրը զուտ մեխանիկական է, այստեղ դեղորայքային բուժման կարելի ասել շատ կարիք չի լինում։ Եվ վիրահատության սովորաբար այսպես է մեր պրոտոկոլներով, որ երբ որ 6 ամսվա կոնսերվատիվ բուժումից հետո, այսինքն այդ ոչ վիրահատական բուժման դեպքում եթե մենք չունենք որևէ արդյունք,
հա, հիմնական արդյունքն ու սուբյեկտիվ հարցումն այդ ցավի հետ կապված, այդ դեպքում արդեն ցուցում է դրվում վիրահատական բուժման։ Նո վիրահատական բուժման դեպքում էլի եղանակները տարբեր են։ Ունենք բաց վիրահատական եղանակ, ունենք փակ արթրոսկոպիկ եղանակ, մինի ինվազիվ, որոնց նպատակն է էլի այդ ջլի երկարացումը, հա, ոսկրային խիթի հեռացումը նպատակ չի հետապնդում այս բուժման ժամանակ, բայց բաց վիրահատության ժամանակ իհարկե կատարվում է նաև խիթի հեռացումը, հա, որտեվ մեր, չգիտեմ, պացիենտների մոտ այդպիսի նախապաշարմունք կա, որ եթե ցավերը նույնիսկ վիրահատությունից հետո չանցնեն, իսկ ռենտգեննկարի վրա այդ ոսկրային խիթը դեռևս մնա, այսինքն նշանակում է վիրահատությունը սխալ է կատարվել, այո։ Իսկ հետվիրահատական շրջանը շատ հետվիրահատական շրջանում էլ որպես այդպեսին հետվիրահատական շրջան մենք չունենք։ Կարող է արդեն իսկ հաջորդ օրվանից քայլել մի նախապայմանով, որ օգտագործի այդ օրթոպեդիկ ներդիրները, հա, որևէ այդտեղ սահմանափակում չի լինում։ Հիմա կանայք են այս հարցին հաստատ սպասում, բարձրակրունկները ինչ-որ ձևով ունեն ազդեցություն։ Տեսեք, բարձրակրունկները առաջացման հարցում որևէ կապ չունեն այստեղ, նույնիսկ ասեմ ավելին, քանի որ ինքը այդ ջիլը ապահովում է ոտնաթաթի կամարի ամորտիզացիան եւ ինքը եթե ընդունենք հարթ ոտնաթաթի դեպքում ինքը ամբողջությամբ ձգված է, նույնիսկ մի փոքր կրունկի կիրառելը, հա, մի փոքր բարձրակրունկ հագնելը, այդ պացիենտները նշում են, որ նույնիսկ ցավերը մեղմանում է իրանց մոտ, որտեվ այդ ջիլը սկսում է արդեն մի փոքր կարճանալ։ Դեմար, այս դեպքում բարձրակրունկները երևի կարելի ասել, որ ավելի շատ օգնում են, քան խանգարում են։ Բայց իրականում իհարկե իրանք հիվանդության ոչ առաջացման, ոչ ընթացքի վրա որևէ էական նշանակություն չունեն։ Այսինքն, եթե այսօրվա զրույցը ամփոփելու լինենք, հստակ կարող ենք ասել, որ ամենաառաջինը լուծում ունենք, ամենակարևորը սա է, երկրորդը նաև, քանի որ գիտենք, թե հիմնականում որոնք են, հա, նպաստող պայմանները, այս նպաստող պայմանները հնարավորության դեպքում կանխելը կամ շրջանցելը կարող է օգնել, որ հիվանդությունը կամ մեղմ ընթանա կամ պարզապես չառաջանա, եւ ամենակարևորը ցանկացած դեպքում, եթե կա անհանգստություն, ոչինչ կանցնի, երբեք արդարացված չի։ Այո, միանշանակ ու ասեմ ձեզ, որ ինքը հիվանդության սկզբնական փուլերում, երբ որ սովորաբար հենց այդպես է լինում, որտեղ սա այն խնդիրն է, որ բավականին արտահայտված է լինում ցավային սինդրոմը եւ հիվանդները հնարավորինս արագ են, այո, արձագանքում, բայց այդ սկզբնական փուլում այդ կոնսերվատիվ բուժումը կարելի ասել, որ հիվանդներից 10-ից 9-ի մոտ ինքը բերում է նրան, որ դրանք վիրահատության պրոստը ուղղակի չեն գնում, հա։ Իհարկե շատ կարեւոր է այստեղ այդ առաջացնող պատճառները, գործոնները հասկանալ եւ իրենց վրա ազդել։ Եթե մենք մարդու կենսակերպի աշխատանքի վրա բնականաբար չենք կարող ազդել, աշխատանքը չենք կարող փոխել, կամ արդեն իսկ արկա ինչ-որ դեֆորմացիաների շտկումը կամ անհնարին է կամ ինչ-որ պատճառով հնարավոր չի անել, այստեղ միակ ազդեցությունը կյանքի այդ կենսակերպի վրա դա միայն քաշի իջեցումն է, որը բավականին լավ էֆեկտ է տալիս։ Բայց նույնիսկ քաշի պահպանման դեպքում էլ կոնսերվատիվ բուժումը, եթե ոչ վիրահատական բուժումը սկսում է ժամանակ ու հիվանդների մեծ մասի դեպքում իհարկե ինքը բուժման ենթակա է լինում, այո, այս այդ հիվանդության առավելություններից մեկն է, այսպես կարելի ասել, ու նույնիսկ կարող եմ ասել, որ այդ 6 ամսվա մեր այսպես մշակված այդ պրոտոկոլային բուժումը շատ հազվադեպ է, որ 6 ամիս էլ շարունակվում է, սովորաբար առաջի 1-2 ամսվա ընթացքում, երբ որ արդեն ցավերը մեղմանում են, այդ հիվանդները արդեն էլ հետագա փուլերի կարիք նույնիսկ չեն ունենում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս ոտնաթաթի վիրաբույժ Սեդրակ Նարիմանյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։